լրագրողները, ովքեր սկսում են առողջապահական ոլորտում իրենց առաջին քայլերը գուցե կամ վերապրոֆիլավորվում են եւ գալիս են դաշտ, ինչի կարիք ունեն, որպեսզի ավելի ճիշտ եւ որակյալ լինի այն տեղեկատվությունը, որը իրենք հաղորդում են։ Քնարիկ ջան, ի հավելումը նրա, որ մենք արդեն մի փոքր խոսեցինք, այսինքն իրական հետաքրքրասիրություն, իրական հանրության կարիքների մասին, խտրական չլինելը, գիտահեն եւ ապացուցողական ուղղության բժիշկների փնտրել գտնելը, նրանց հետ, նրանց միջոցով ինֆորմացիան տարածելը։ Բացի սրանից ես եւս մեկ հատկություն կնշեմ, դա մեծ համբերատարությունն է, մեծ, շատ մեծ։ Հիշեք, հարգելի սիրելիներ, բժիշկների հետ աշխատելու համար ձեզ պետք է ֆանտաստիկ մեծ համբերատարություն, որովհետև ի տարբերություն, ասենք, քաղաքական գործիչների, ովքեր կարիք ունեն այդ պոպուլիզմի, պոպուլիզացիայի եւ ավելի հայտնի եւ ավելի ինչ-որ տարբերվող հարցազրույցներ տալու, նույնիսկ նրանք են չեն գնում դռնեդուռ, էլ որ ալիք գնան, էլ որտեղ խոսեն, իրապես լավ բժիշկները այդպիսին չեն եւ նրանց մոտ հետաքրքրություն եւ հանրային խոսքի հասնելու համար մեծ համբերություն է պետք։ Էլ չեմ ասում ամսվա կտրվածքով նրանց հետ կոնտենտ ստեղծելու համար ինչպիսի համբերատարություն է պետք, որ իրենց հարմար ժամի, իրենց ուզած ձևով, իրենց գրաֆիկին իրենց համար վիրահատություններն են առաջնային, պացիենտներն չեն կարող գալ, ավրալ է իրենց մոտ, ես եթեր եմ ունեցել, երբ վիրաբույժ ուրոլոգը տաղավար է մտել, դե ուղիղ եթեր էր, հնարավոր չէր տեղաշարժը, մտել է վիրահատանի շորերով, կրոքսերով, լուրջ եմ ասում, ասեց այդ խալաթը հանել եմ, ձեռնոցներս հանել եմ, նստել եմ մեքենա, նույնիսկ այդ գլխի բանը չէր հանել։ Լուսի ջան, որ պատվայից չանեմ եւ այլն, այսպես կրոքսերով մտել է եթեր ու այդ բանով ֆորմայով նստել է եթերի, իրենց հետ աշխատելու համար համբերություն է պետք, բայց բարձրակարգ բժիշկների հետ համբերություն ցուցաբերելու եւ նրանց հետ աշխատելու դեպքում արդյունքները հիանալի են, դու sense ուղակի sense այնքան շնորհակալական նամակ ես ստանում, որ շնորհակալություն, ես վերջապես գտա իմ բժշկին եւ այլն, ձեր ուղղորդմամբ արդարացված եմ մի խոսքով։